Այո, սիրելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Եթերը քարտեզի վրա պայելով կանեմ, ոնց տեսնում եք մեր տարածաշրջանն է, հատկապես խոսքը գնալու է Իրանի մասին, ոնց գիտեք, Իրանում արդեն մի շաբաթ մոտավորապես Իրանի տարածքում գնում են ցույցեր, բողոքի ակցիաներ, պատճառը նա է, որ իրանական ռեալը շատ արագ ձևով արժեզրկվում է, ու բնական է սա ազդում է Իրանում ապրող ամեն մեկի վրա։ Սա մի հարց է, որ վերաբերվում է ամեն մեկին, ու մարդիկ դուրս են եկել իրանց դժգոհությունը արտահայտելու։ Արտաքնապես տպավորությունը այն ձև է, որ այն ինչ որ կատարվում է, դա նորմալ է, մարդիկ բնական է պետք է բողոքեն նման արժեզրկման համար, որովհետև ամեն մեկի գրպանին կպնում է, բայց եկեք հաշվի առնենք, որ ամեն բան տարածաշրջանում արվում է, որ նման իրավիճակի մեջ հայտնվի Իրանը, ու սա արտաքին ուժերի ազդեցությունից է, ու սա պլանավորված է իրականում, որ այդ հաշվարկը այն ձև էլ արվել է, որ երբ որ արժեզրկվի ռեալը, Իրանի ժողովուրդը պետք է իրանց բողոքը արտահայտի ու դուրս գան ցույցերի, իսկ նպատակը վերջնական ներկայիս ռեժիմը փոխելն է, այաթոլլային իշխանությունից հեռացնելն է ու իշխանությամբ բերել նախկին իշխանությանը, որը եղել է 1979 թվականին, այսինքն շահին այն ժամանակ գահընկեց արեցին, իսկ հիմա փորձում են շահի որդուն բերեն այս իշխանությունների փոխարեն, ու սա բնական է արևմուտքի ծրագիրն է, սա Ամերիկայի և Իսրայելի ծրագիրն է առաջին հերթին, ու հիմա ես ուզում եմ մենք նայենք ինչքանով է կատարված իրադարձությունները բխում Հայաստանի շահերից, եթե հաջողվի Իրանում իրականացնել իշխանափոխություն ու իշխանության գա շահը, նախկին համակարգը, որը արևմտյան է, որը մինչև 1979 թվականը Իրան-Իսրայել հարաբերությունները եղել են շատ լավ հարաբերություններ, իրանք նույնիսկ փոխշահավետ պայմաններում են եղել, Իսրայելը մեծ օգնություն է ցույց տվել այն ժամանակ Իրանին, Իրանը ընդհանրապես ցանկություն չունեցել Իսրայելի բնաջնջմանը, ինչը որ ներկայիս իշխանությունները ամեն անգամ հայտարարում են, այսինքն եթե տեղի է ունենում իշխանափոխություն ու վերադառնում է շահի որդին, նշանակում է Իսրայել-Իրան հարաբերությունները վերադառնում են նախկին մակարդակի մեջ և այլևս Իրանը վտանգ չի ներկայացնում Իսրայելի համար, ու բնական է իրանց հարաբերությունները քաղաքական դաշտում ամբողջությամբ փոխվում են, ու նման փոփոխության դեպքում շատ հետաքրքիր է, թե ինչպես սա կանդրադառնա արդեն մեր տարածաշրջանում Հայաստանի վրա, Թուրքիայի վրա, Ադրբեջանի վրա, ուզում եմ միանգամից ասեմ, որ սա եթե նման փոփոխություն լինի, անմիջապես սա շատ վատ է ազդելու Թուրքիայի և Ադրբեջանի վրա, որովհետև իրանց համար ընդհանրապես ձեռնտու չի, որ Իրանի ու Իսրայելի հարաբերությունները կարգավորվեն, երբ որ հարցը վերաբերվում է Իսրայել-Իրան պատերազմին, հույս ունեն Թուրքիան և Ադրբեջանը, որ հրթիռակոծության արդյունքում, մանավանդ Ամերիկայի միջամտությամբ, Իրանը կթուլանա ու հնարավոր է նաև մասնատվի, ու այդ ժամանակ Թուրքիան և Ադրբեջանը այս հատվածը իրանք երազում էին, որ կվերցնեն իրանց վերահսկողության տակ, քանի որ Իրանը ի վիճակի չի լինելու այլևս դիմակայելու, ու այս ճանապարհով Ադրբեջանն ու Թուրքիան միանալու էին իրար Իրանի տարածքում, բայց քանի որ 12-օրյա պատերազմի արդյունքում դեպքերը այնձև զարգացան, որ պատերազմը շատ կտրուկ կանգնեց, Թուրքիայի և Ադրբեջանի այս ծրագիրը չհաջողվեց, իրանք օգտագործում էին
այսինքն իրանք պատրաստ սպասում էին, որ Իսրայելի ձեռքով, Ամերիկայի ձեռքով իրանց միացումը Թուրքիայի Ադրբեջանի կհաջողվի, ինչը չհաջողվեց ու երբեք չի հաջողվելու Հիսուսի անունով։ Բայց հիմա, երբ որ տեղի ունենա փոփոխություն Իրանի և Իսրայելի միջև, այսինքն Իրանում տեղի ունենա իշխանափոխություն և գա այն իշխանությունը, որը արդեն Իսրայելի հետ կոնֆլիկտ չունի, այլ ճիշտ հակառակը, իրանք կսկսեն միասին համագործակցել, այդ համագործակցության արդյունքում դա շատ մեծ հարված է լինելու թուրանական ծրագրին։ Թուրքիան, որը շահագրգռված էր Իրանի թուլացմամբ, որը արգելք էր Թուրանի ծրագրին, երբ որ Իրանը չի թուլանում, Թուրքիան Իրանի հաշվին չի ուժեղանում ու ինքը իր թուրանական ծրագրերի մեջ, որը նախատեսել էր, արդեն չի կարողանում իրան դրսևորել այն ձևով, ոնց նախապատրաստել էր, ոնց ծրագրված էր։ Ու հետաքրքիր է նաև մի բան, որ այս ցույցերը, որ հիմա Իրանի տարածքում կան, հենց այս հատվածը շատ պասիվ է, ընդհանրապես չի մասնակցում, որտեղ ադրբեջանցիներ են բնակեցված մեծամասամբ, ու ասում են, որ այս հատվածում ավելի շատ ադրբեջանցի է ապրում ընդհանրապես, քան հենց Ադրբեջանում։ Տեսեք, ադրբեջանցիներին ընդհանրապես ձեռ չի տալի այս տարբերակով իշխանափոխությունը, որ տեղի կարա ունենա Իրանում, որի արդյունքում իրանք իրանց բոլոր ծրագրերը այլևս տապալված կարան համարվեն։ Սա Հայաստանի համար ոնց կանդրադառնա, ես կարծում եմ, որ եթե այն համակարգը, այն իշխանությունը, որը կգա ու կդիմակայի Թուրանի ծրագրին, այսինքն Իրան, որը թուլացած չի, Իրան, որը պահպանում է իր դիրքերը ու միաժամանակ Իսրայելի հետ այլևս կոնֆլիկտ չունենալով, հնարավոր է, որ դառնան իրանք իրար հետ քաղաքական շահառուներ։ Թուրանի հարցով միանշանակ և Իրանի շահերը և Իսրայելի շահերը համընկնում են Հայաստանի շահերին, հայ ժողովրդի շահերին, որպեսզի Թուրանը չստեղծվի։ Միանշանակ, եթե փոփոխություն կայանա Իրանում ու իշխանությունը փոխվի ու գա մի իշխանություն, որը Իսրայելի հետ այլևս կոնֆլիկտ չունի, դա Հայաստանի շահերից է բխում։ Այսօրվա Իրանի իշխանությունն էլ իր դիրքորոշումով դեմ է թուրանական ծրագրին, բայց այսօրվա Իրանը ունի կոնֆլիկտ Արևմուտքի հետ ու մասնավորապես Ամերիկայի հետ, բայց երբ որ իշխանափոխություն տեղի ունենա, իշխանափոխության արդյունքում Ամերիկա-Իրան լարվածությունն էլ է թուլանում արդեն, դա միանշանակ բխելու է և Ամերիկայի շահերից, և Իսրայելի շահերից, և Հայաստանի շահերից, և Իրանի ժողովրդի շահերից, ու սա չի բխելու Թուրքիայի շահերից, Ադրբեջանի շահերից ու Ռուսաստանի շահերից։ Եթե նման փոփոխություն իրականանա, Ռուսաստանը հայտնվելու է ավելի ծանր կացության մեջ ու մոտ ժամանակում Ռուսաստանում սպասվում է մեծ փոփոխություններ։ Փոփոխություններ կտեսնենք նաև Թուրքիայում, որից հետո նաև դա կանդրադառնա Ադրբեջանի վրա։ Բայց ամեն ինչ սկսվում է Իրանի տարածքից, իսկ ավելի շուտ ասեմ, ամեն ինչ սկսվել է Վենեսուելայից, ու արդեն իսկ Վենեսուելայում պրեզիդենտին բռնելով, լիկվիդացնելով, նման ձևով արդեն իսկ հարված են հասցրել Ռուսաստանին։ Ամերիկացիների ամբողջ նպատակը նավթային ռեսուրսները իրենց վերահսկողության տակ պահելն է, որպեսզի Ռուսաստանը իր նավթի վաճառքից չկարողանա գերշահույթ ունենա, որի արդյունքում պատերազմը շարունակում է։ Ամեն ինչ տանում են նրան, որպեսզի Ռուսաստանի բոլոր համախոհներին լիկվիդացնեն, Ռուսաստանին մենակ թողնելով տանեն
կապիտուլյացիայի։ Կապիտուլյացիա նկատի ունեմ, որ իշխանափոխություն կսպասվի նաև Ռուսաստանում, ռուս-թուրքական միաբանությունը վերջին հաշվով պետք է քանդվի։ Այն ծրագիրը, որ ուներ Էրդողանն ու Պուտինը, որը թուրանական ծրագիր էր և Թուրքիայի տարածքով և Ռուսաստանի տարածքով, Հիսուսի անունով տապալվում է ու գալիս է փոփոխությունների ժամանակը, ու ամեն մեկը, ով որ դուրս էր եկել Երեմիա 51:27 տեսիլքի դեմ, մինի Արարատի ասքանազի թագավորությունը զինելու պատրաստելու փոխարեն փորձում էր թուրանը ստեղծել, Աստծո արդար դատին է արժանանում, ու Աստված իր ժամանակին իր արդար դատով պատասխան է տալի ամեն մեկին, ով որ հանդգնել էր իր կամքի դեմ գործելու։ Թող Տիրոջ կատարյալ կամքը լինի ամեն իրավիճակի վրա, ու թող ամեն մեկը գիտակցի ու հասկանա ինչքան վտանգավոր է, երբ որ գիտեն Աստծո կամքը ու գիտակցորեն գործում են Աստծո կամքին հակառակ։ Տիրոջ օրհնությունը Աստծո կամքը կատարողների վրա, իսկ Տիրոջ կամքի դեմ դուրս եկողները արդեն իսկ դատապարտված են Հիսուսի անունով։ Ամեն։